Так, անցնենք մյուս կետին, սա ոնց որ թե 5-րդն է, կառուցիր հարաբերություններ եւ տուր արդյունավետ հետադարձ կամ։ Այստեղ վերադարձանք արդեն ավելի ինձ փափուկ անձնային հմտություններին, հարաբերություններ կառուցելու եւ արդյունավետ հետադարձ կապ տալու հմտություններին։ Այստեղ ուղղակի մի քանի շատ կարևոր սկզբունք եմ ուզում ասել, որոնք որ պետք է պահպանեք, որպեսզի թիմի հետ հարաբերությունները ճիշտ կառուցվեն։ Այստեղ սա էլ մեծ թեմա է, հա, այստեղ շատ խոսելու, պատմելու, սովորելու բան կա, որոնք որ մի ժամվա մեջ չես տեղավորի։ Այստեղ ուղղակի կարևորագույն սկզբունքները կուզեմ նշել, ինչ սկզբունքների վրա կառուցեք ձեր եւ ձեր թիմի հարաբերությունները, որպեսզի դրանք անկախ ամենից մնան արդյունավետ։ Առաջին կարևոր կետ՝ գործի եւ անձնականի հստակ տարանջատում։ Հիշում եք, ես մի քանի սլայդ առաջ խոսում էի ակնկալիքների եւ պատասխանատվության զոնաների հստակեցման մասին։ Նայեք, այդ ակնկալիքների հստակեցումը վերաբերվում է նաեւ գործի եւ անձնական տիրույթների հստակ տարանջատմանը։ Այսինքն այստեղ պետք է հստակեցնել, հա, որ ձեզնից կարելի է ակնկալիք ունենալ գործի մասով, անձնականի մասով ակնկալիք չի կարելի ունենալ։ Կամ պետք է տարանջատել, որ մենք աշխատանքային ժամին գործնական հարաբերությունների մեջ ենք, աշխատանքային ժամից դուրս անձնական հարաբերությունների մեջ ենք եւ մեկը մյուսի հետ չենք խառնում, մեկը մյուսով չենք պայմանավորում։ Ինչ է տեղ ունենում, եթե մենք այս հստակեցումը չենք անում ակնկալիքների եւ սա չենք տարանջատում հստակ։ Տեղի ունենում հետեւյալը ժողովուրդ։ Թիմակիցները սկսում են ձևավորել անձնական հարաբերություն ղեկավարի հետ, հետագայում սկսում են դա օգտագործել ղեկավարի դեմ։ 90% դեպքերում հենց այսպես է տեղի ունենում, քիչ դեպքերում հակառակ մանիպուլյացիան է տեղի ունենում, ղեկավարն է օգտագործում այդ անձնական հարաբերությունները թիմին մանիպուլյացիայի դեպքում, բայց իմ փորձով ամենայն դեպս ավելի հաճախ տեսել եմ հակառակ երևույթը։ Ամենայն դեպս երևի թե պատճառն է, որ ղեկավարը մեկն է, թիմակիցները շատ են, ղեկավարը բոլորին մանիպուլյացնել չի հասցնում, թիմակիցները համատեղ ուժերով ավելի լավ են մանիպուլյացնում։ Ամեն դեպքում իմ խորհուրդը ձեզ, երբ դուք որևէ թիմ եք ղեկավարում, սա հստակ առանձնացրեք, բառացիորեն ուղիղ արտաբերելով, արտասանելով, որպես ակնկալիքների հստակ տարանջատում։ Մենք գործի տեղը օլիգաներ ենք, շփվում ենք գործնական հարաբերությունների շրջանակներում, գործից դուրս արդեն ընկերներ ենք, թե ընկերներ չենք, դա արդեն ձեր անձնական հարցն է։ Ակնկալիքների հստակեցման մասին խոսացինք, շատ կարևոր կետ։ Ես հիմա սրա մասին ասեմ, դուք հաստատ կհիշեք ձեր կյանքում, ձեր աշխատանքային փորձում ղեկավարներ, ովքեր այս կետը չեն պահել ու դուք հաստատ իրանց դա չեք ներել։ Վստահ եղեք, որ ձեր թիմը ձեզ չի ներելու սա։ Միշտ հարգանք անձի հանդեպ անկախ արդյունքներից։ Երբևէ աշխատանքային հարաբերությունները մի վերածեք անձնական հարաբերությունների։ Աշխատանքում հաջողությունը եւ աշխատանքում թերացումներն ու անհաջողությունները մի վերագրեք անձին, մի սարքեք դա անձնական բան, ուրեմն պարգև կամ պատիժ։ Մի վիրավորեք մարդուն, որովհետեւ ինքը չի աշխատում այնքան լավ, ինչքան դուք եք ակնկալում։ Մի վիրավորեք մարդուն, որովհետեւ մարդը չի կարողանում ձեր սպասելիքները արդարացնել կամ ինչ որ սխալ է արել, որի պատճառով ընկերությունը ինչ որ խնդիրների առաջ է կանգնել, հա։ Անձին երբեք դիպչել պետք չի։ Միշտ պետք է վերաբերվել հարգանքով տվյալ անձին, սա արդյունավետ հարաբերություններ կառուցելու համար 1 պայմանն է։ Մյուսը գնահատում ենք գործը եւ դրա արդյունքները ոչ թե մարդուն, սա առաջին շարունակությունն է, այսինքն եւ բացասական եւ դրական արդյունքների դեպքում մենք գնահատում ենք գործը ոչ թե մարդուն։ Եվս մի կարևոր պայման է այստեղ, որ պետք է պահել, ազատվել պարազիտներից եւ տոքսիկներից։ Այս տոքսիկը հիմա մոդայիկ բառ չէ, տոքսիկ մարդկանցից ազատվելը։ Ինչի, որովհետեւ մի լավ արտահայտություն կա, հա, որ մի թթու վարունգը ամբողջ բանը բանկեն փչացնում է։ Այդպես էր, որ վստահ եմ հասկացաք հա միտքը։ Երբ թիմում կա պարազիտ մարդ, երբ թիմում կա մթնոլորտը փչացնող մարդ, ապա
անխուսափելի է, որ այդ մարդը իր բացասական ազդեցությունը չունենա թիմի վրա, հնարավորության դեպքում նման մարդկանցից ուղղակի ազատվեք առանց սխչալու, առանց ափսոսալու, առանց մտածելու, թե այդ մարդուն ով պիտի փոխարինեք, այդ մարդը անփոխարինելի կարող է լինի, ինչ որ արդյունքներ տուժեն դրանից եւ այլն։ Վստահեցնում եմ, երկարաժամկետ կտրվածքում նման մարդկանցից ազատվելը միայն դրական ազդեցություն է ունենում։ Ավելին, երբ նման մարդկանցից ազատվում եք, հատկապես այն դեպքում, երբ նման մարդիկ ինչ որ կարևոր դեր են կատարում թիմում, ինչ որ ключевой արդյունքներ գեներացնելու բան ունեն, հա, պոզիցիաներ ունեն, օրինակ, չգիտեմ, վաճառքի գլխավոր մասնագետներ, գլխավոր տեխնոլոգներ, չգիտեմ, կարևոր կապեր ունի եւ այլն, հա։ Հատկապես նման դեպքերում, երբ տվյալ մարդուց ազատվում եք, հասկանում եք, որ թիմում կային մարդիկ, ովքեր ունեին պոտենցիալ այդ մարդու դերը վերցնելու, ֆունկցիան վերցնելու, բայց մարդը թույլ չէր տալիս, որ այդ մարդիկ աճեն։ Դրա համար առանց ափսոսելու արագ պետք է ազատվել այն մարդկանցից, ովքեր որ հանգարում են թիմի ներքին կոմունիկացիային, փչացնում են թիմի ներքին մթնոլորտը։ Տալ աճի ու զարգացման հնարավորություն բոլոր թիմակիցներին եւ բարբերաբար տալ օբյեկտիվ եւ կառուցվածքային հետադարձ կապ։ Հետադարձ կապը դա ուրեմն ինֆորմացիան է այն մասին, թե ինչպիսի արդյունքներ է գրանցում մարդը, ինչքան լավ կամ վատ արդյունք է գրանցում մարդը։ Մարդը միշտ կարիք ունի լսելու սեփական աշխատանքի մասին կողքից կարծիք, արձագանք, գնահատական, լավն եմ թե վատն եմ, իմ արդյունքներին հասնում եմ թե չեմ հասնում, քաղաքակալիքները բավարարում եմ թե չեմ բավարարում։ Նույնիսկ երբ ունեք KPI համակարգ, նույնիսկ երբ ամեն ինչ պարզ է հստակ է թվերով է, ուղղակի բառերով դրա մասին ասելը, խոսելը եւ դրականի եւ բացասական շատ կարևոր է։ Դրա մասին մի մոռացեք, հետադարձ կապ տալը նույնպես ղեկավարի կարևորագույն ֆունկցիաներից մեկն է, որը որ պիտի անի բոլոր թիմակիցների հանդեպ, ամիջական ենթակաների հանդեպ պարտադիր անձամբ, դրանից ներքև արդեն բնականաբար հիերարխիան պահելով, բայց հետադարձ կապ պետք է ստանան թիմում բոլորը, որովհետեւ դա պարտադիր պայման է մարդկանց արդյունավետությունը բարձրացնելու համար եւ այդ արդյունավետությունը պահելու համար։ Մարդը, ով չի ստանում հետադարձ կապ իր աշխատանքի մասին, ինքը գնալով ավելի ու ավելի վատ է սկսելու աշխատել։ Միանշանակ